Զենքը պահել են երեխայի գլխին, քրոջը Քրիստինեին ասել ոսկեղենդ բեր տուր։ 29-ամյա Տիգրանը պատմում է ինչպես են թալանել քրոջը։ Մեր բարեկամները ասելու դուռը բաց էր։ Դուռը բաց էր, տենց մտել էին դուռը նենց էին փակել, որ իմանան, որ տունը մարդ է մտել։ Քրիստինան է մոտիկացել, զենքը դրել են ճակատին վախենալով այդ աղջիկը վազել է դեպի երեխան։ Բերել են զենքը դրել երեխու վրան, թա ոսկի փողին չունեք բերեք։ Էտա Քրիստինան վախենալուց գնաց իրանց ասելով էլի իրանց ինչ ոսկի ունեն երեխոցը բերեց տվեց վերցրին փախան։ Տիգրանը տանը չի եղել դեպքի պահին, ասում է, որ զանգել են պատմել, չի հավատացել, որ նման բան է եղել։ Քրիստինայի ամուսինը զանգեց, թե դե ուժե դեպքը եղած, գողերը մտել են տուն, զենք պահել իմացել եմ, թե հանաք արել։ Որ ուժը երթվեց, վազելով գնացինք, ես է Քրիստինայի պապանել, մեր հետ մի ինգեր կար, դե գնացինք, տեսանք ուժը գող չկա, մեր քրոջի վիճակը են չի, հետա հելանք դուրսը կանգնեցինք ոստիկանության աշխատողներն եկան։ Շփվելուց հետո այդ օրն ազատ են արձակել Տիգրանին։ Հաջորդ օրը սակայն ոստիկաններ են գնացել նրա հետևից։ Մյուս օրը ժամը 3:50 մեր բարեկամները Քրիստինայի պապանից ասում է գնաս մի հատ խանութ գազ, խանութից առևտուր անելուց իրանց հայացից, խանութից դուրս գալուց ասում են Տիգրան ջան, նորմալ են, կարաս 2 րոպե գազ զրույց ենք, ասում է մոտիկանում ամա, բայց էդի տարթող տանը բարեկամների տանը արի, դե ես ուժը հասկացել եմ, որ նորից ինձ ուզում են տանել, տարա թողեցի ասում իշտում կանչել են, տենամ ինչ են ուզում, տենց է վերցին, տարան թե վերխը թանի, հեսա քեզ մշակում ենք չլարվես պետի մոտ ես մտնում։ Արցախցի երիտասարդը չի հասկացել, ինչ նկատի ունեն մշակել ասելով։ Կյանքում մի անգամ է ոստիկանությունում եղել, Իշանն է կորցրած եղել, գնացել էր խնդրել, որ գտնեն։ Դեից ասում ես ոչ մի բան էլ չեմ արել, կապացուցես դեից 20 խփելը պետի մոտ։ Թա պետի հետ ես խոսում, նորմալ խոսաբան է, տո իրանք հելան գնացին պետը, թա նստի ուժե որ տենց Ես որ ասես նստի ուժը ջոկել եմ ինքի ինչ հաուզում, ասում է բան են ինչա քել դու պրիզնատ արի ասում է ես բոլոր իմ սրբություններս երթվում որ քո անունը մեջ չի լինելու, ասամ ես պրիզնատ գալու բան չունեմ, լի ես տես մարդ որ մտնի մեր բարեկամներին զենքը պային 10 տարվա ազատազրկմամբ են սպառնացել Տիգրանին։ Ձերն ես դարամ սեղանին ասում, որ ապացուցիս 10 տարի կտաս ես էդ եմ մարդ չում Ոչ էլ մեր Քրիստինայից հարցարալն Քրիստինան ասում է այդ տղան տես բանի ընդունակ չի։ Արցախյան վերջին պատերազմներին մասնակցած Տիգրանն ասում է դիրքերում է սովորել առանց ժամացույց ժամանակ դիմանալու սովորությունը։ Հասկացել է, որ իրեն 2 ժամ պահել են այդ սենյակում։ Է ասում է արի ստե հələ բառել չեմ խոսացա, մի օքի մազերիցս քաշալա մի 5 րոպե սենց քաշքշում այ մեկը խփում է ման հիշար, ասում ինձ հիշելու բան չունեմ, ինչի հիշիմ ես հիշողությունից ուժեղում։ Ասում է տենց պարապվածս պրիզնատ տարի ասա որ դու ես կազմակերպ է դու նավոճ չես ինձ ասում դու ես ասում ապացուցի որ ես նավոճիկում կարող ես ապացուցես հետա բնին խփեցին բան արեցին պրծան մի 2 ժամ տևեց դե շատում պոստ պահած գիտեմ առանց ժամին նայել գիտեմ լի ինչքան ժամ Հետա տարա մի քիչ մի ուրիշ սենակ մի օքի կարելի է մի 2 անգամ խփեց թե բալավ է ասում մի սիգարետ տվեք ծխի մի քիչ հանգստանա ամա հեսա բաս կթողենք կգնաս ասում Պատմում է իրեն հարվածողը պետը չէր պետը հայհոյողն էր Պետը մենակ բան արեց ինձ հայհոյեց բայց դե ինչ կապ ունի ինչ իրավունք ունենք ինձ հայհոյի հլնդե մի օքի էլ ինձ հայհոյեց բայց պետը վրեն բան արեց ջղայնացավ ասես խելոք մնա Տեսեք այդ փաստը չեմ երգում, որ մարդը իր կաբինետում ասես խելոք մնա։ Ինձ խփելուց պետի սենյակում ասում լավ ամաչում չուտ մենակ ամեղ մարդուն բերալը կստե տպումըք ասում է բանը դու այդ բանը մեզ չբերես զովացի։ Կատարվածը խոշտանգում է, ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Սա ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է, Խորեն Գրիգորի Բարխորյան, 80 թվականի հունվարի 19-ի Սարալանջ գյուղում ծնված։ Ես էլ մշակողներից ամենաակտիվն է։ Կամ ոստիկանները ցանկացել են ցույց տալ բացահայտում այդ եղանակով, կամ երկրորդը իրականում հենց ոստիկաններն են հովանավորել այդ արարքի կատարումը։
Այսինքն նրանք շատ լավ գիտեն ով է արարք կատարող եւ նրանք ման են գալիս ինչ որ մեկի, որպեսզի նրա վրա թողեն այդպիսի արարք կատարել։ Ինչու՞ այդպիսի հետեւության գալիս, որովհետեւ ամիսներ առաջ նույնանման դեպք է տեղի ունեցել նաեւ Չարենցավանի ոստիկանությունում։ Գողանվում է ոսկյա իր ինչ որ բարեկամի խնդրում են, որ արարքը վերցնի, հորդորում խնդրել, որ նա սպառնում է եւ պահանջում, որ արարքը վերցնի իր վրա։ Շատ այդպիսի դեպքեր են տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ այս դեպքը հենց դրա համար են ցանկանում, որպես իրականացվի ակտիվ նախաքննություն, խոզարկություններ, գաղտնալսումներ, դիտումներ եւ պարզվի վստահեցնում եմ, որ այս ամեն ինչի տակ կարող է թաքնված լինել նաեւ ավելի խորը հանցագործության հետքեր, մասնավորապես պաշտոնատար անձանց կողմից նման հանցագործությունների հովանավորչություն։ Փաստաբանը նկատում է, ոստիկանները փորձել են օգտվել Տիգրանի անօգնական վիճակից ու մեղք կբարթել 29-ամյա երիտասարդի վրա։ Այս ամենի մասին խոսել է պետք, այս ամենը հանրային պարսավանքի արժանացնել է պետք եւ այս ամենին գնահատական տալ է պետք, որովհետեւ ոստիկանների դրսում գտնվելը ծնում է նորանոր նմանատիպ հանցանքներ։ Չեմ բացառում նաեւ, որ հովանավորչությունը շարունակելու դեպքերը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։